քրեակատարողական հիմնարկում քրեական ենթամշակույթի դեմ պայքարում, բայց իր ընտանիքի անդամը, իր անձամբ իր երեխան ծեծելուց ասում է խփում եմ, խիես դու մեզ ծախել։ Ինչու է մինչ այժմ պետի տեղակալը պաշտոնավարում եւ դուք ինչ քայլեր եք պատրաստվում իրականացնել։ Նախ եկեք արձանագրենք, որ այն իրողությունը, որն ունենք այսօր, դրական է այն առումով, որ քրեակատարողական ծառայության աշխատակցի երեխան նույնիսկ կարող է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ խափման միջոց կրելու։ Այսինքն մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ նույնիսկ համակարգի աշխատողի ընտանիքի անդամները անձեռնմխելի չեն եւ չեն կարող լինել։ Այսինքն սա մեր իրողությունն է, ինչը ուրախալի փաստ է։ Ինչ վերաբերում է այնքան որքան որ դատարանն է նշանակել, եթե չեմ սխալվում, 20 օրվա մասին է խոսքը։ Եվ քանի որ հարցը հնչեց, հիշեցնեմ, որ նախարարությունը եւ քրեակատարողական ծառայությունը միայն խափամամիջոց կատարող մարմին է, այսինքն նշանակման հետ եւ ժամկետի հետ որևէ կապ չունի։ Իսկ հայրը հոր հետ կապված ես կասեմ հետեւյալը. նախ լիազորությունների դադարեցման կոնկրետ հիմքեր կան եւ քանի դեռ չեն ստացվել տվյալներ, որպիսիք նաեւ չկան եւ ստուգվել են, որ հայրը խոչընդոտել է քննության իրականացմանը, ինչ որ կերպ ազդել է նախաքննության վրա կամ փորձել է ինչ որ պայմաններ ստեղծել, որպեսզի որդին ավելի լավ պայմաններում խափամամիջոցը կրի, մենք չենք դիտարկել պաշտոնավարման դադարեցման հարցը։ Եթե եւ երբ ձեռք կբերվեն այնպիսի տվյալներ, որոնք անհամատեղելի կլինեն լիազորությունների շարունակականության հետ, մենք այդ հարցը կքննարկենք։ Բայց եւս մեկ անգամ շատ կարեւոր է, որ շեշտադրվի այն հանգամանքը, որ ծառայողի ընտանիքի անդամը եւս ենթակա է պատասխանատվության մեր երկրում այն կերպ, ինչ կերպ ցանկացած որ երեխան անօգնական է, ինքը իր պապիկն է երեխային պահում, արդեն հասնում են նրան, պաշտոնյաների մանկապարտեզի դպրոցի ես չեմ ցանկանում խոսել մարդկանց կյանքից առհասարակ եւ նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս, մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի որևէ մեկի իրավունքը չխախտենք, անկախ նրանից, թե այն անձը, որի իրավունքի հնարավոր խախտման մասին հիմա ես խոսում եմ, ինչպիսի հակաիրավական արարք է կատարել, եւ թող տպավորություն չստեղծվի, որ սա ասելով ես փորձում եմ պաշտպանել նմանատիպ անընդունելի արարքը, մենք իրական շատ վատ երևույթի հետ գործ ունենք եւ նաեւ ես իմ ուղերձում ասել եմ, որ ցանկացած տեսակի բռնությունը անընդունելի է, դատապարտելի է եւ իրականում ցավալի է, որ մեր հասարակությունում կան նման դեպքեր։ Հետեւաբար, այո, եւ հետեւություններ թող անի իր հայրը, հետևություններ անի ընտանիքը, հետևություններ անի ցանկացած ընտանիք, որը մեծացնում է երեխա այսօր մեր պետությունում, եւ հետևություններ կանենք նաեւ մենք։ Ես ձեզ պատասխանում եմ, դե գիտեք ինչ, հիմա եթե մեր անմիջական արձագանքը լիներ, օրինակ լիազորությունների դադարեցումը, մեզ վստահաբար, մեզ վստահաբար մեղադրելու էին նրա մեջ, որ մենք ուղղակի հաշվեհարդար ենք փորձում տեսնել, նմանատիպ մարդկանց չկարող ծառայող ձեզ պետք է, որը անգամ եթե երեխային չկարողանա 100,000-ավոր հանցագործների մենք հստակ գիտենք, թե մեզ ինչպիսի ծառայողներ են պետք, այդ ծառայողները պետք է լինեն բարևար, անկաշառ, պրոֆեսիոնալ։ Երեխա դաստիարակել կարողանալ չկարողանալը այլ հարց է, ամեն դեպքում ուզում եմ դες հիշեցնել, որ մեր երկրում չի գործում կոլեկտիվ պատասխանատվության ինստիտուտը եւ գործում է անհատական եւ անձնական պատասխանատվության ինստիտուտը եւ սա նշանակում է, որ քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահասը ինքն է պատասխանատու իր կողմից կատարված հակաիրավական արարքի համար։ Ինչ վերաբերում է հորը, ես կրկնում եմ, եթե ձեռք կբերվեն այնպիսի տվյալներ, որոնք կվկայեն այնպիսի արարքների կատարման մասին, որոնք անհամատեղելի են պաշտոնավարման հետ, մենք կքննարկենք լիազորությունների դադարեցման։ Մենք միշտ բոլոր դեպքերով անում ենք ներքին քննարկումներ եւ արձանագրումներ մեզ համար, եւ եթե որոշակի կոնկրետ հետևանքներ, որոնք ակնկալում է հանրությունը հենց այդ պահին չեն առաջանում, դա չի նշանակում, որ դրանք չեն քննարկվում եւ չեն կարող առաջանալ ապագայում։ Քրեակատարողական հիմնարկում հերթական դատապարտյանն է 22-րդ մահը։
Եվ իրավապաշտպանները եւս հազանգում են այդ խնդրի մասին, որն առկա է, ինչի հետևանք է այս ամենը։ Տարբեր խնդիրների հետևանք են մահերը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում խնդիրը տարբերվող է, ունենք ինքնասպանության դեպքեր եւ ունենք ֆիզիոլոգիական մահեր, այսինքն կենսաբանական այնպիսի մահեր, որոնք արձանագրվում են, չգիտեմ, առողջության հետ կապված որոշակի խնդիրների հետևանքով։ Մենք մի քանի ուղղությամբ ենք աշխատում, նախ ինքնավնասում եւ ինքնասպանություն հնարավոր կատարող անձանց պարագայում փորձում ենք կանխել այդ դեպքերը, շատ շուտով կունենանք առանձին կահավորված խցեր, որոնցում կլինի փափուկ կահույք եւ ավելի քիչ հնարավորություն ֆատալ ելքով արարքներ կատարելու եւ նաեւ կունենանք տեսախցիկներ այդ խցերում, որոնք կհսկեն ինքնավնասման հակում ունեցող անձանց վարքը եւ ուզում եմ միանգամից շեշտել, որ այս նորամուծությունը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա եւ մենք նույնիսկ հարցում ենք արել մեր գործընկեր եվրոպական պետություններին, թե ինչպես են իրենք պայքարում այս խնդրի դեմ եւ պատասխանն այն է, որ այլ լուծում քան տեսախցիկներն են չի կարող գոյություն ունենալ, որովհետեւ մենք չենք կարող խցում անձնական հսկողություն իրականացնել ֆիզիկական անձի մակարդակում օրը 24 ժամ, որպեսզի կարողանան կանխել այդ վարքագիծը։ Առողջական խնդիրների բերումով մահերի հետ կապված ես ամբիոնից էլ նշեցի, կառավարության համապատասխան որոշման վերանայման կարիք կա, որը սահմանում է անհամատեղելիություն ենթադրող հիվանդությունների ցանկը, մենք առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատում ենք, ինչպես նաև ավարտին է մոտենում հոգեբուժական խնդիրներ ունեցող անձանց հաշվառումը։ Այսինքն իրավիճակները շատ տարբեր են, թող տպավորություն չստեղծվի, որ մենք օրինակ ունենք մասսայական ինքնասպանության դեպքեր, ոչ այդպես չէ, մարդիկ շատ հաճախ ուղղակի այնպես է ստացվում, որ մահանում են կամ մահը վրա է հասնում, կրկնում եմ, առողջական որոշակի խնդիրների բերումով, որոնք ժամանակին նույնիսկ վերահսկված են լինում, բայց այդ ճիշտ պատճառներով չեն կարողանում մահերը պատճառները յուրաքանչյուր մահապան դեպքով հարուցում է քրեական գործ եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ պատճառները բացահայտվում են։ Երբեմն նաև արտարդատության նախարարությունն է տարածում հաղորդագրություն, նաև քրեակատարողական հիմնարկը ներողություն, որ օրինակ դատապարտյալի մոտ գնացած անձին փորձել են իրեր տալ, ոչ միայն, նաև արձանագրվել էր փափուկ կահույք տեղափոխելու դեպ։ Ես ուզում եմ հասկանում, այդ վերահսկողությունը ինչպես է եւ նաև այստեղ այդ ձեր ասացա կոռուպցիոն ռիսկերը չկա, որ օրինակ նույն բանտապետերը կամ որևէ հիմնարկում այս պայդրությամբ մուտք չի լինում արտոնյալ որևէ արտոնություն ենթադրող գույք։ Այսինքն այդ իմաստով հստակ կարգավորում կա Այսինքն մոտ 1 տարի առաջ օրինակ եղավ հրապարակում, որ փոխել են փափուկ կահույք տանել գաղտնի։ Բացառում եմ նման որևէ դեպք, նույնիսկ ասեմ ավելին, այն բոլոր հիմնարկներում, որտեղ կային խցեր, որոնք ունեին գույք, որը արտոնությունների ենթադրում, դրանք մաքրվել եւ հանվել են, կարող եք ինքներդ գալ եւ տեսնել։ Ունևոր անդարկվածներն էլ չեն փորձում իրենց համար կոմֆորտ պայմաններ կան թույլատրելի իրեր, որոնք կարելի է տանել քրեակատարական հիմնարկներ եւ կան այնպես ինչպես բոլորինը եւ ես ձեզ կրկնում եմ, սա առանց բացառության է եւ մեր մոտեցումն այն է, որ պատժի կրման պայմանների համատեքստում արտոնյալներ առհասարակ չպետք է լինեն։ Քրեակատարական հիմնարկում սրբազաններին գաղտնալսելը մտահոգիչ չի։ Ես նման տեղեկություններ չեմ Փաստաբաններն էին հայտարարել, որ գաղտնալսել են 2 սրբազաններին խցում։ Ես նման տեղեկությունների չեմ տիրապետում, մեր խցերում գաղտնալսող սարքեր Բայց փաստաբանն է հայտարարել այդ մասին։ Եկեք հարցնենք փաստաբանին, եթե ունի նման տվյալ, թող հրապարակի։ Այլ դատապարտյալիներում շնորհվելու է, թե ոչ, մեկինը հայտնի դարձավ, դուք հրապարակ ունեցաք, մենք էլ ենք առաջին ունեցել, ոչ։ Միշտ կարող է շնորհվել, կախված է ներման խնդրագրերի բովանդակությունից,
անձանցից, հանձնաժողովի որոշումներից եւ հետո արդեն վարչապետի եւ նախագահի դեռ նոր խմբականակ խնդրագրերի չենք ստացել, որպեսզի ուսումնասիրենք եւ ես իմ կարծիքը հայտնեմ, բայց չէ էլ հայտնի, եթե ուսումնասիրած լինի, որովհետեւ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում դա պետք է բացահայտվի։ Տիկին Գալյան, երբ ասում եք, որ պատճառները ինքնասպանության կամ ինքնավնասման քննվում են դատական գործերի հարցում, բայց ամեն դեպքում սա չի խոսում վատ բարքի մասին, որ շարունակում է քրեակատարողական հիմնարկները։ Որն է վատ բարքը։ Վատ բարքը որն է։ Ում են ճնշում։ Ճնշում են դրա համար սրտամկանի կաթվածից մարդը մահանում է։ Ինքնավնասման մասին։ Տեսեք, ինքնասպանության դեպքերի հետ կապված ես չեմ ուզում անցնել այն շեմը, որից հետո այլևս կխոսեմ անձնական տվյալներից եւ անձնական տվյալներ պարունակող տեղեկություններից, ընդհանրական կասեմ, որ ինքնասպանություն գործող անձանց մեծ մասը, ծանրակշիռ մեծամասնությունը ունեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Ճշտող հարց, որպեսզի հանրությանը նաև մեր մոտ որ ասեցիք տեսախցիկներին տեղադրել, դա չի վերաբերում, չէ՞ բոլոր բանտախցերին, չէ, դա վերաբերում է ինքնավնասման հակում ունեցող։ Տեսեք, մենք իրականացնում ենք հաշվառում, եւ եթե ձեզ հետաքրքրում է վիճակագրությունը, կարող եք ուսումնասիրել, դուք կտեսնեք օրինակ պայմանական եմ թիվը ասում 500 ինքնավնասում մեկ տարվա ընթացքում, որոնք կատարվել են օրինակ 30 անձի կողմից, այսինքն մենք հստակ ունենք որոշակի անձինք, որոնց կողմնորոշված վարքագիծը ինքնավնասումներ կատարելն է։ Եվ ցավոք սրտի, եթե մարդն ունի հակվածություն անդադար ինքնավնասումներ կատարելու եւ այդ ինքնավնասումները ուղղակի իմիտացիա չեն ինչ-որ խնդիրներ բարձրաձայնելու, շատ դժվար աշխատանք է իրականում ինքնասպանությունների կանխումը։ Դրա համար մենք հոգեբուժական ստացիոնարը, երբ որ առողջապահության նախարարության մեր գործընկերները վերանորոգեցին Նուբարաշենում, մենք որոշակի հատվածին, որոնք որ դատապարտյալների հիվանդանոցում էին պատիժ կրում, տեղափոխեցինք այնտեղ։ Եվ ինքնավնասումների, ինքնասպանությունների բացառման հիմնական գործոնը պետք է լինի հոգեբուժական ճիշտ հաշվառումը ու նրանց հիվանդության անհամատեղելիության սահմանումը պատժի կրման հետ։ Այսինքն այդտեղ է մեր հիմնական խնդիրը։ Մենք քանի որ խոսեցինք այս խնդրից, մեդալ միշտ երկու կողմ ունի։ Խնդիրը այնքան մեծ է նմանատիպ անձանց պահելու, ուղղակի աննկարագրելի է, բայց քանի որ խոսել ենք, ասեմ, մենք նաև առնչվում ենք այլ անձանց իրավունքներին, որովհետև անձինք խնդիրներ ունեն նաև այդ կենսապայմանների պահպանման ու այդ իրենց միկրոսոցիալական միջավայրերում, օրինակ մաքրության պահպանման եւ այլն, եւ շատ հաճախ նաեւ խնդիր ենք ունենում մենք դա իրենց փոխարեն իրականացնելու, որպեսզի իրենց կենսագործունեությունը հավուր պատշաճի ապահովեն։ Որտեղից եք լսել։ Եթե լսել եք որևէ տեղեկություն, խնդրում եմ գրավոր ձևակերպեք եւ ուղարկեք նախարարություն, վստահեցնում եմ, որ անհետևանք չի մնա դա։ Տիկին Գալյան, համադրական բարեփոխումներին անդրադառնանք, ինչ փուլում է այս պահին այդ բարեփոխումների ընթացքը եւ ինչ էական փոփոխություններ կամ կոնկրետ այսպես հերթով ասենք, եւ ինչ է կարելի այս ընթացքում։ Խորհրդի նիստերը շարունակվում են, դուք հաճախականությանը կարծում եմ հետևում եք, բավականին հաճախ են այդ նիստերը հրավիրվում։ Մինչ այս պահը քննարկել ենք ազգային ժողովի լիազորություններին առնչվող հարցեր, ընտրակարգին վերաբերող հարցեր, կայուն մեծամասնության առնչվող հարցը դրվել է քվեարկության եւ հաստատվել է, որ առաջին ընտրություններից հետո այդ մեխանիզմը չի գործելու։ Քննարկվել են գլխադասային հանձնաժողովների լիազորությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, մասնավորապես հաստատվել է այն կոնցեպտը, որ այդ հանձնաժողովները հնարավորություն են ունենալու խորհրդատվական կարծիք տալու գործադիր մարմնում պաշտոններում նշանակվող անձանց վերաբերյալ, ազգային ժողովի ինքնալուծարման վերաբերյալ դրույթն է ընդունվել, ազգային ժողովում էթիկայի մշտական հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ դրույթն է քննարկվել եւ ընդունվել։ Վերջին հանդիպման ընթացքում քննարկել ենք դատախազական համակարգի հետ կապված կարգավորումները, քննարկել ենք հնարավոր տարբերակներ դատախազական խորհուրդ ունենալու, որպեսզի
որպեսզի այդ բրգաձև կառուցվածքը ինչ որ առումով մեղմվի դատախազական համակարգում եւ մի շարք այլ կարգավորումներ։ Երբ որ ասում եք ինքնալուծարում է եւ նաեւ մի քիչ բաց եք դա եւ կարծես թե ընտրությունների երկրորդ փուլի հետ կապված եւս էական փոփոխություն։ Ընտրությունների այս պահին ինքնալուծարման որևէ մեխանիզմ նախատեսված չի, այն դեպքում, երբ որ ազգային ժողովը ցանկանում է ցրվել ժողովրդական լեզվով ասած, մենք այդ հիմքերն ենք նախատեսում սահմանադրական, որպեսզի արհեստական այլ ճանապարհներով լուծարման, այո, որ այդպես չլինի, ավելի պարզեցված ազգային ժողովը ունի կամքը ինքնալուծարում, այսինքն X% նախաձեռնությամբ եւ X% քվեարկությամբ, այս պահին չեմ հիշի, գուցե 1/3 առաջարկով, բայց չեմ հիշի եւ 2/3 քվեարկությամբ կամ 3/5 քվեարկությամբ խնդրում եմ որպես դոգմա այս թվական տվյալները չընդունել, որովհետեւ իրապես չեմ հիշում այս պահին, ինչ վերաբերում է կայուն մեծամասնությանը, ապա ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից գտանք ճիշտ, որ հիմնական առաջին ընտրություններից հետո եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն չի ձևավորում կամ չի ձևավորվում կոալիցիա, ոչ թե գնանք երկրորդ փուլին, այլ լինեն նոր ընտրություններ, նոր հնարավորություններ ստեղծելով քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ, որպեսզի ավելի մեծ հնարավորություններ ստեղծեն քաղաքական ուժերին նաև համախմբվելու երկրորդ ընտրությունների երկրորդ ընտրությունների ժամանակ ոչ, լրիվ 0-ից, այսինքն մեկնարկային կետից, 0-ական, նորից լինելու են նոր ընտրություններ եւ նոր ընտրությունների արդյունքներով, եթե կրկին չձևավորվի այդ մեծամասնական ուժը, այդ դեպքում նոր արդեն ունենալու են երկրորդ փուլ ըստ էության այն կարգավորումներով, ինչպիսիք որ այսօր կան։ Տիկին նախարար նախորդ շաբաթ ազգային ժողովի դիմադիր վարչությունները լսումներ էին արել քաղբանտարկալների թեմայով եւ Եվրոպայի խորհրդի չափանիշները վկայաբերելով ասում են, որ Հայաստանում շուրջ 80 քաղբանտարկյալ կա։ Խնդրում եմ ասեք ձեր դիտարկմամբ Հայաստանում այսօր կան քաղբանտարկյալներ, թե ոչ եւ երկրորդ հարց ներնախնդրագրերի թեման զարգացնելով ազգային ժողովի նախին պատգամավոր Արմեն Աշոտյանը ճեպազրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանի օրոք մարդասիրական ակտ է կատարվել երկու անգամ համաներին 2009 եւ 2011-ում, մինչդեռ գործողությունը ուղղակի բանտերը դատարկելու, հեռացնելու նոր բանտարկումներով է համարվում։ Որ բանտերը դատարկում ենք, բանտերի շահառուները գալիս են հասարակություն եւ համաներումը իհարկե իրավական գործիք է եւ ես չեմ բացառում դրա կիրառումը ապագայում, բայց ամեն դեպքում փոքրինչ անհասցե է, որովհետեւ այն ֆիլտրը, որի միջով պետք է անցնեն անազատության մեջ գտնվող անձինք, բավականին լայն է։ Այսինքն անհատական մոտեցում այդ պարագայում չկա եւ մեծ է վտանգը, որ այդքան մարդ հասարակություն հայտնվելուց հետո ինչպիսի իրավիճակ է, ավելի գուցե խնդրային իրավիճակ է ստեղծվելու հասարակության մեջ եւ այո մարդասիրական ակտ է այն անձանց համար, ովքեր որ գտնվում են քրեակատորական հիմնարկի պատերից ներս եւ մենք պետք է գնահատենք, թե որքանով է մարդասիրական արարք այն մարդկանց նկատմամբ, որոնք գտնվում են քրեակատորական հիմնարկի պատերից դուրս։ Եվ ուրեմն միանշանակ է, որ պետք է գործիքներ լինեն, որ անձինք հավակնեն պատժից դուրս գալու ավելի վաղ, քան իրենց ժամկետն է հիմնական, ու այս ուղղությամբ գործուն քայլեր ենք ձեռնարկում։ Ես կարող եմ ասել, թե ինչ ենք նույնիսկ անում։ Մենք ուսումնասիրել ենք, այո, նախ նշեմ թվական տվյալներ, մինչ այս պահը, եթե չեմ սխալվում, 151 հոգի դատարանների որոշման պատժից պայմանական վաղակետ ազատվել են։ Եվ այս թիվը աճի միտում ունի, ինչու, որովհետև մենք կատարելագործում ենք այն զեկույցները, որոնք տրամադրվում են քրեակատարական եւ պրոբացիայի ծառայության կողմից, ու նաեւ ուսումնասիրել ենք ու եկել ենք եզրահանգման, որ շատ դեպքերում մերժման հիմք հանդիսանում է տուժողի վնասը հատուցած չլինելը անազատության մեջ գտնվող անձի կողմից եւ առաջիկայում առաջարկելու ենք, որպեսզի դա ոչ թե հանդիսանա որպես մերժման հիմք, այլ հանդիսանա պայման,
որ անազատության մեջ գտնվելուց հետո, եթե դատարանի որոշմամբ անձը դուրս գա քրեակատարական հիմնարկից, որոշակի ժամկետում պարտականություն կրի աշխատել եւ վճարել համապատասխան գումարը տուժողին։ Իսկ դա չկատարելու դեպքում վերադառնալ քրեակատարական հիմնարկ։ 151-ը կարող ժամանակահատված։ Ներողություն, խաղ բանտարկյալ իմ կարծիքով չկան, ես չգիտեմ դուք ինչ չափանիշների մասին եք խոսում, բայց այդ չափանիշներում միանշանակ խոսք չի գնում այն անձանց մասին կամ այն իրավիճակների մասին, երբ անձինք իրոք կատարում են քրեորեն հետապնդելի արարքներ։ Ես միշտ իմ խոսքում նշում եմ, որ շատ հարմար է արդարացնել արարքը, որը պարունակում է քրեական օրենսգրքի որոշակի հոդվածների հատկանիշներ, այն փաստարկներով, որ անձը զբաղվում է քաղաքականությամբ կամ ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ եւ ուրեմն կամ հետեւաբար քաղբանտարկյալ է։ Ես այն կարծիքին եմ, որ մեր երկրում քաղբանտարկյալներ ի ուրախություն մեզ չկան, եւ նաեւ սա ասում եմ հենվելով ձեր կողմից վկայակոչած նույն չափանիշների վրա։ Իսկ երբ որ մեր ձևով արտահայտության համար կալանավորում են Ես չեմ ուզում, այնքան է խոսվել, ես չեմ ուզում մեկնաբանել ոչ արտահայտությունը, ոչ դրա հիմքով հարուցված քրեական վարույթը, մենք խափամամիջոց կատարողն ենք, ես ձեզ վստահեցնում եմ, որ բոլորը, ովքեր որ կրում են այս պահին իրենց խափամամիջոցը, լավ են։ Բանտարկյալների հետ կապված օրինակ Զարթան Ղուկասյանը մեղադրում է ենթադրյալ կոռուպցիայի մեջ, մեղադրում նույնը նաև Էջմիածնի նախկին քաղաքապետն է բանանում։ Ընտրովի արդարադատության նկատմամբ ինչ վերաբերմունք է, Զարթան Ղուկասյանի նկատմամբ ինչ վերաբերմունք է։ Եվս մեկ օրինակ Տիկին Գալյան։ Ինչի են այդ հարցերը ուղղում օրինակ ինձ։ Ինչի են ուղղում։ Ընտրովի արդարադատության մտահոգությունն է։ Ինչու է ընտրովի դա արդարադատություն իրականացնում։ Ընտրովի արդարադատություն չի իրականացվում մեր երկրում։ Դատարանները անկախ են, յուրաքանչյուր դատարան ինքն է որոշում ինչ խափամամիջոց նշանակել։ Խափամամիջոցն այնպեսին է, որ մնում են դրսում։ Իսկ պատմության էջերը, որ թերթենք չենք գտնի, ԿՊԱ-ականներ, որոնք կալանավորվել են եւ հետո դատապարտվել։ Ինչու հնչեցած արտահայտության վիրավորանքի համար կալանավորվածներ կան, ԿՊԱ-ականների դեպքում կալանավորված չկան։ Ինչ վատ արտահայտության, վիրավորանքի, հայյանքի համար։ Ես կողմ եմ, որպեսզի միատեսակ մոտեցում լինի մեր երկրում եւ կողմ եմ կանխատեսելի արդարադատության չափանիշների սահմանմանը, ու այս ուղղությամբ էլ ենք որպես նախարարություն քայլեր ձեռնարկում։ Բայց այն հարցին, թե այդ միասնական չափանիշներին կհետևեն դատարանները, թե չեն հետևի եւ կամ ինչու են հետևում եւ ինչու չեն հետևում, ես իրոք պատասխանել չեմ կարող։ Տիկին Գալյան, դուք խնդիր չեք տեսնում, որ միտումնավոր կերպով կապվել կալանքը անընդհատ երկարաձգվում է Սամվել Կարապետյանի եւ այսպես երկարաձգվելով կարող է իջև ընտրություններ բանին կալանքի տակ, այսինքն միտում դուք չեք տեսնում այստեղ։ Դուք ինքներդ եք խոսել, որ այո, շահում է շատ անգամ կալանքի։ Ինձ համար խիստ ցանկալի է, որ հնարավորինս քիչ մարդիկ կալանավորվեն։ Ես սա ասում եմ գերատեսչական շահով պայմանավորված։ Տիկին Գալյանը Նախարար չեք տեսնում։ Ես խիստ ցանկալի եմ համարում, որ ավելի քիչ մարդիկ կալանավորվեն։ Տիկին Գալյան, ԿՊ-ն կանոնագիր կընդունեց էթիկայի, դուք երևի գիտեք, որ երկար ժամանակահատված տարիներ արդեն տարբեր գործիչներ խոսում են այն մասին, թե ինչ բառապաշար ունի իշխանությունը եւ դա օրինակ է ծառայում այսպես հանրությանը, մյուս ընդդիմադիր գործիչներին տարբեր իրավապաշտպաններ են խոսում, որ այսօր Արման Թաթոյանը ամենավերջին թանդեպք ասում էր, թե ինչ բառապաշար օգտագործում ԿՊ-ն եւ ահա ընտրությունների նախաշեմին ԿՊ-ն որոշեց, որ պետք է կանոնագիր կընդունի, ինչու ընտրությունների նախաշեմին եւ արդյոք ձեր դուրը եկել է իշխանության ներկայացուցիչների, այդ թվում վարչապետի բառապաշարը։ Դուք այդ հարցով ինչ որ չգիտեմ քննարկումներ ունեցել եք ներսում։ Իմ դուրը եկել է, թե չի եկել այլ հարց է, բայց դա վստահաբար դուր չի եկել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որը որ հստակ դրսևորում է ունեցել, մենք տեսել ենք, որ համապատասխան վարույթ է հարուցվել հանձնաժողովի կողմից եւ համապատասխան եզրակացություն է հրապարակվել։ Իսկ մնացած հարցերի վերաբերյալ էթիկայի կանոնագրքի մասով միանշանակ դա պետք է, ինչու ոչ։ Ինչու ընտրությունների նախաշեմին։ Ես ենթադրում եմ, որ շատ ավելի վաղ է մշակվել եւ էթիկայի կանոնագիր կամ կարգավորումներ ունենալու հետ կապված աշխատանքը պետք է շատ ավելի վաղ տարվի, ենթադրում եմ շատ ավելի վաղ սկսել են աշխատել կանոնագրքի ստեղծման շուրջ եւ միայն հիմա է պատրաստ եղել։
Դուք խոսում չեք Տիկին Գայլյան, որ իսկապես դատական համակարգը անկախ չէ, երբ որ մարդուն անընդհատ կալանքը երկարաձգում է նրա եւ խախտում է զորությունները։ Այսինքն դուք չեք տեսնում։ Արդեն մի քանի անգամ ձեր հարցին պատասխանեցի։ Ես, որովհետև ես այլ բան չեմ կարող պատասխանել։ Ես խնդիր տեսնում եմ, որ շատ է կիրառում կալանք խափանամիջոցը։ Խնդիր եմ տեսնում։ Անկեղծ եմ ասում, խնդիր եմ տեսնում։ Որոնք կիրառում են այստեղ եւս խնդիր եք տեսնում։ Դատարանները քաղաքական նպատակներով են կալանքը կիրառում։ Ես չեմ կարծում, որ դատարաններն կարող են ունենալ քաղաքական նպատակներ։ Բայց եթե նման բան լինի, այո, բացառում եմ միանշանակ, իսկ եթե նման բան լինի, եթե որևէ դատավոր պարզվի, որ քաղաքական ինչը անհամադրելի է պաշտոնի հետ նպատակներով է իր գործառույթներն իրականացնում, ես դες վստահեցնում եմ, որ անհետևանք չի Անելյանը քաղաքական նպատակներով չի օգտագործում Տիկին Գայլյանը։ Ինչն է օգտագործում քաղաքական։ Կոնկրետ ինքը իշխանության կողմից Ես առաջարկում եմ հարցեր ուղղել դատական իշխանությանը։ Կրկնում եմ, ես տեսնում եմ խնդիր, որ կալանքները շատ են կիրառվում եւ այսքանը։ Տիկին Գայլյան, դուք ինչու նախ քպական չեք դառնում, կուսակցական նկատի ունեմ եւ առաջադրվելու հետ կապված մտածել եք առաջադրվել թե ոչ որպես պատգամավորի։ Ես առաջադրվել եմ, ոչ թե մտածել էի թե ոչ, հետեւաբար մտածել եմ նոր եմ առաջադրվել։ Ինչ վերաբերում է կուսակցական դառնալ, չեմ տեղեկացրել ձեզ կներեք։ Կուսակցական դառնալու հետ կապված չեմ մտածել, կմտածեմ այդ հարցին էլ կպատասխանեմ։ Միլիոնը կեսում եք, որ վճարեք։ Կգտնեմ։ Չէ, հիպոթեկային վարկի վերադարձով, որի հնարավորությունը պետության